Միտքն ու մարմինն են մարզում ազգային գաղափարատոն Գարուն 2026-ի մասնակիցները, որ մի քանի րոպեից քննարկման ներկայացնեն ամենատարբեր խնդիրների լուծման իրենց նորարար մոտեցումները։ Արդեն 4-րդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն է օգնել գործող եւ ապագա ձեռներեցներին գրագետ ձևակերպելու բիզնես գաղափարն ու սովորելու դրա իրագործման ճիշտ ու արդյունավետ մեթոդները։ Մունք թիմն այստեղ է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման գաղափարով։ Փոքր կենտրոնում կայանատեղիների արդյունավետ լուծում են առաջարկում։ Ասում են, խնդրին ամեն օր բախվելն է դրդել, միավորվել, գտնել լուծում, գալ այստեղ, մենթորների հետ քննարկելու, ստանալու նրանց աջակցությունը։ Հետո մասնակցելու նաև ինկուբացիոն ծրագրի, ստանալու ֆինանսավորում եւ կյանքի կոչելու գաղափարը։ Ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրակացման, որ մոտավորապես վարորդը 30 րոպե ծախսում է կայանատեղի ման գալու վրա, ու այդ ամեն ինչին գումարած սթրես, ժամանակի կորուստ եւ այլն, ու եկանք այն մտքին, որ հնարավոր է ստեղծել մի տարբերակ, որը կլինի արագ եւ կլուծի վերը նշված բոլոր խնդիրները։ Impact Hub Երևանում անցկացվող երկօրյա միջոցառումը 80 մասնակցի տալիս է հնարավորություն հրապարակային ներկայացնելու իրենց գաղափարները, գտնելու համակիրներ, միասին մշակելու բիզնես պլան, կարճ ժամանակում այն վերածելու գործող բիզնեսի, որը կարող է փոխել իրենց համայնքի, ինչու՞ չէ նաև դրանից դուրս ապրող մարդկանց կյանքը։ Կեսօրից հետո արդեն տեղի կունենամ գաղափարատոնի երկրորդ մոդուլը, որը իմ գործընկեր, մեր գործընկեր Նարեկ Ալեքսանյան արդեն ավելի մանրամասն կկենտրոնանա թիմերի ձևավորման թեմայի շուրջ եւ այդ ամբողջ process-ը ասենց շատ խաղային, շատ հետաքրքիր, հավես, ուրախ, զվարթ process է, որի ընթացքում մասնակիցներն արդեն կտիրապետեն թիմերի ձևավորման կոմպոնենտին, մանրամասներին եւ իրենց դերակատարումը տվյալ թիմերի կազմերում։ Ռուզաննան մտահոգված բնության ու սննդի անվտանգության հարցերով այստեղ է օրգանական պարարտանյութերի արտադրության գաղափարով։ Այն ներկայացնելուց ու քննարկելուց հետո մենթորներից ստացել է բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես գաղափարն ավելի հեշտ ու արագ իրագործի։ Օգուտ կտա մեր սերունդներին, քանի որ քիչ կօգտագործվի ինչ-որ թունաքիմիկատներ, հողը ավելի մաքուր կլինի, ջուրը ավելի մաքուր կլինի, օդը ավելի մաքուր կլինի։ Ինձ թվում է դա ամենամեծ օգուտն է։ Եռամյա ծրագիրը կավարտվի 2027-ին, ամռանը նախատեսում են այս ձևաչափով 5-րդ գաղափարատոնը, բայց արդեն մարզերից մեկում դիմել կարող են աշխատանք փնտրողները, ստարտափներ, ինչպես նաև ՓՄԶ-ները։ Իդեպ հնարավոր է մասնակցել նաև առանց սեփական գաղափարի, միանալով որևէ թիմի եւ դառնալով համայնքային զարգացման նախաձեռնության մաս։ Tree for Resilient ծրագրի նպատակն է նպաստել կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման եւ զբաղվածության հնարավորությունների խթանմանը, տեղահանված եւ հյուրընկալող համայնքների համար։ Այս ծրագիրը իրականացվում է համատեղ Հայկական Կարիտասի, Iris Business Incubator-ի եւ Impact Hub Armenia սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Ծրագրի նպատակներից է նաև նպաստել Ղարաբաղից տեղահանվածների համայնքային ներառմանը։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։